Բարև ձեզ, ուրախ եմ մեր հանդիպման համար եւ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Մենք եւս շնորհակալություն ենք հայտնում մեր հարցազրույցի առաջարկը ընդունելու համար եւ թերևս այսօրվա հրատապ թեմաները քննարկենք Սոչիի եռակողմը եւ Սենատի բանաձևը։ Նախ Սոչիի մասին, պարոն Ալբազյան, կարող եք մեզ համար բարձրաբանել ինչ հանգրվան տեղափոխվեց եռակողմ այս հանդիպումից հետո կարգավորման process-ը, հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, թե կողմերը որոշակիորեն հեռացան իրենց մաքսիմալիստական դիրքորոշումներից, ինչ է դա նշանակում։ Նախ եւ առաջ ասեմ, որ հանդիպումը կարևոր, իսկ ասեի, արդյունավետ հանդիպում էր եւ դա արտահայտվեց նաեւ այն եռակողմ հայտարարության մեջ, որ արվեց նախագահների մակարդակով։ Առաջինը հայտարարության մեջ նախագահները նշեցին, որ վերջի տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել հիմնախնդրի հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ։ Ինչ էր հնչում եւ ինչ է հնչում Բաքվից, որ աշխատանք չի կատարվում, քննադատություն եռանախագահների հասցեին, ֆորմատը փոխել եւ որոշ վերլուծաբաններ մակերեսային տեղեկություններ ունենալով այս գործընթացից կոչ էին անում եւ անգամ ոչ միայն վերլուծաբաններ, անգամ որոշ քաղաքագետներ կոչ էին անում, որ պետք է ակտիվացնել աշխատանքը եռանախագահների կողմից, կոչ էին անում, որ ավելի արդյունավետ դարձնել այս աշխատանքը։ Իսկ ինչ նշվեց այս հայտարարության մեջ նախագահների մակարդակով, բացի նրանից, որ մեծ ծավալի աշխատանք է տարվել, իսկ դա այդպես էլ կա, մոտ 1.5 տասնյակ հանդիպում է կայացել միայն նախագահների մակարդակով, տասնյակ հանդիպումներ արտաքին գործերի նախարարների մակարդակով, ես նկատի ունեմ վերջի 3-4 տարվա ընթացքում։ Բազմաթիվ այցելություններ, տասնյակ եւ տասնյակ այցելություններ եռանախագահների տարածաշրջան, Երևան, Ստեփանակերտ, Բաքու, եւ դրա մասին էր, որ նախագահները նշեցին հայտարարության մեջ։ Եվ նաեւ նշեցին, որ առաջընթաց է արձանագրվել հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ։ Չնայած Բաքվից հնչում էր, որ ընդհանրապես ոչ մի բան էլ չի ստացվում եռանախագահների մոտ եւ այլն։ Ինչի մասին եւս նշվեց եւ կարեւոր է հիշատակել դա, ասվեց, որ եռանախագահները արդյունավետ աշխատանք են տարվել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բարձր գնահատելով այդ աշխատանքը հույս հայտնեցին, որ եռանախագահները նույն ձևաչափով, նույն կարգավիճակով Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան կշարունակեն իրենց ջանքերը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Եվս մի կարևոր դրույթ կցանկանայի նշել, այն, որ եթե Բաքվում հնչում էր վերջի շրջանին շատ ավելի ակտիվ ձևով, որ պետք չէ ժամանակ կորցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ բանակցություններ անցկացնելու վրա, ապա այս հայտարարության մեջ, եռակողմ հայտարարության մեջ նշվեց, որ նախագահները կարևորում են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը եւ պետք է ակտիվացնեն աշխատանքը երկրները եռանախագահների հետ համատեղ այս ուղղությամբ։ Այսինքն սա շատ կարևոր դրույթ է հայտարարության մեջ, որովհետեւ շեշտվում է եւ դա ընդունում է Ադրբեջանը, որ այո, պետք է շարունակել բանակցությունները հենց հիմնարար սկզբունքների շուրջ եւ համաձայնեցնել այդ հիմնարար սկզբունքները, որպեսզի հնարավոր լինի անցնել բուն համաձայնագրի նախագծի մշակմանը։ Բացի դրանից մի ուրիշ մի կարևոր հանգամանք, որի դեմ փաստորեն բավական ջանքեր գործադրեցին ադրբեջանցիները, դա այն համաձայնության դեմ, որը ձեռք էր բերվել դեռ անցյալ տարի մարտ ամսին, մարտի 5-ին Սոչիում, երբ որ նախագահները իրենց հայտարարության մեջ դա հիշատակվեց նաև 2011 թվականի մարտին, որ կարևոր է հետաքննություն անցկացնել միջադեպերի շփման գծում եւ եռանախագահները համապատասխան փաստաթուղթ էին ներկայացրել նախագիծ մեխանիզմի ստեղծման այս միջադեպերի հետաքննության։
Ադրբեջանական կողմից բազմաթիվ անգամ հնչեց, որ այդպիսի նախագիծ իբրև թե երանախագահները չեն ներկայացրել, որ ընդհանրապես այսպիսի պայմանավորվածություն չի եղել, եւ անգամ մեկ ամիս առաջ դեռ դեկտեմբերին, երբ որ Վիեննայում քննարկվում էր ԵԱՀԿ-ի բյուջեն, երանախագահները առաջարկով հանդես եկան հատկացում անել այս մեխանիզմի ստեղծման համար։ Եվ ադրբեջանցիները դեմ լինելով այսպիսի հատկացման անգամ սպառնացին, որ կօգտագործեն վետո ընդհանրապես ընդհանուր բյուջեի նկատմամբ ԵԱՀԿ-ի եւ թույլ չտվեցին, որ այսպիսի հատկացում կատարվի։ Եվ սա շատ կարևոր դրույթ է այս հայտարարության մեջ եւ պայմանավորվածություն նախագահների մակարդակով, որտեղ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները հանձնարարեցին շարունակել աշխատանքը այս ուղղությամբ, այսինքն մեխանիզմի ստեղծման ուղղությամբ միջադեպերի հետաքննության։ Իհարկե, եթե Ադրբեջանը չխոչընդոտի այս գործընթացին եւ դեմ դուրս չգա ընդհանրապես վստահության ամրապնդման, որովհետեւ մենք գիտենք եւ նախկինում հայտնի է, որ որոշ միջոցառումներ, որոնք ձեռնարկված էին հենց վստահության մթնոլորտի ամրապնդման համար, ադրբեջանցիները օգտագործեցին հակառակ ուղղությամբ, վստահության խարխլման համար եւ իրենց պրոպագանդիստական նպատակների համար։ Եթե անգամ մենք հասնենք համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ բնականաբար համապատասխան դրական մթնոլորտի ստեղծումը կնպաստի դրան, անգամ դրանից հետո դեռ մեծ աշխատանք է սպասվում պայմանագրի, բուն պայմանագրի տեքստի մշակման ուղղությամբ տարվելիք աշխատանքի եւ իհարկե համապատասխան դրական մթնոլորտը, ոչ թե խանգարիչ, սադրիչ մթնոլորտը, որը ստեղծում է ադրբեջանական կողմից եւ խանգարում է այս գործընթացին, իհարկե կարևոր կլինի այս իմաստով։ Պարոն Արմանձյան, այդ դա ենթադրում է ինչ-որ փոխադարձ շփումներ, որպեսզի կազմակերպվեն այդ մտավորականների հանդիպումներ, այսինքն գործնական մթնոլորտ, փոխադարձ շփումներ կա տենց ինչ-որ համաձայնություն նախնական, որ դա կիրառական լինի։ Փորձեր եղել են, այդ փորձերը ցավոք իհարկե չեն տվել արդյունք, ես բացատրեցի ինչու։ Եթե իհարկե օրինակ ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ ցակումով որևէ օտար քաղաքացի, ոչ թե Հայաստանից կամ այսինքն օտար, ասենք, լինի դա Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, քանի դեպքեր են եղել սպորտսմեններ, բիզնեսմեններ եւ այլն, որոնց ուղղակի չեն թույլ տալիս անգամ ինքնաթիռ նստել եւ գալ հասնել Ադրբեջան։ Եվ այլն այսպիսի օրինակներ շատ կարելի է տալ։ Եվ այն քարոզչությունը, որը ուղղված է հայ ժողովրդի դեմ նույն բուն Ադրբեջանի ներսում, այն պատերազմի քարոզչությունը, սադրիչ հայտարարությունները, որոնք արվում են, իհարկե դրան չեն ուղղված, բայց միանշանակ վստահության եւ համապատասխան հանրային կարծիքը պատրաստելու դեպի հիմնախնդրի կարգավորում իհարկե շատ կարեւոր է։ Միգուցե իհարկե Ադրբեջանում կարծում են, որ իրենց հանրային կարծիքը կարելի է մեկ օրում իրենց ուրեմն հրամանով կամ ինչ-որ որոշումներով կամ ինչ-որ հրահանգներով փոխել 180 ուրեմն։ Դե ինչքան երկրի տոտալիտար է, այնքան հեշտ է հանրային կարծիքը ուղղորդել։ Միգուցե իրենք կարծում են, որ դա հնարավոր է, որևէ երկրում, գիտեք, ինչպիսի մթնոլորտ լինի, չեմ կարծում, որ այդքան հեշտ բան է դրա համար, իհարկե, եթե մենք գնում ենք խաղաղության, ուրեմն մենք պետք է նաև պատրաստենք մեր ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմին, ինչ որ հնչում է Ադրբեջանից։ Իմ հարցը Ռուսաստանի դերակատարման մասին կլինի երկու երկրների բանակցության գործընթացում։ Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Մեդվեդևի ամենահավանական փոխարինողը Պուտինը նույնքան ակտիվ չի լինի երկու երկրների բանակցային գործընթացում, որքան ներկայիսն է Մեդվեդևն է։ Ինչ է կարծում Մինսկի խմբում Ֆրանսիային դիրքերը զիջած Ռուսաստանը կփորձի դիվիդենտներ շահել երկու երկրների բանակցություններում հաջողություններ գրանցելով։ Չեմ կարծում այստեղ խոսքը գնում է ինչ-որ մեկը մյուսին զիջել է ինչ-որ դիրքեր։ Ես հիշեցնեմ ձեզ, որ իհարկե դեռ 2001 թվականին Ֆրանսիան իսկապես բավական ակտիվ դեր ուներ եւ դա աջակցություն էր ստանում նաեւ
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից, երանախագահող այլ երկու երկրների կողմից, եւ բավական առաջընթաց էր արձանագրվել եւ մշակվել էին այդպես կոչված փարիզյան սկզբունքները, որոնք դրվեցին Կիվեստուն փաստաթղթի վրա եւ արդյունքում ադրբեջանական կողմը հրաժարվեց, այսինքն առաջ գնալու այդ համաձայնությունների հիման վրա։ Վերջի շրջանին իհարկե մեծ կարևոր դեր է խաղում երանախագահների այլ երկու երանախագահների կողմից լիակատար աջակցությունը ունենալով ռուսական կողմը, ի շնորհիվ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի նախաձեռնություններին մոտ 10 հանդիպում է կայացել երակոմ ֆորմատով եւ այդ ֆորմատը ցույց է տվել իր կենսունակությունը եւ արդյունավետությունը, ինչպես որ եւ վերջին հանդիպումն էր, որը կայացավ Սոչիում։ Վերջինի իմաստով այդ շարքի մեջ ոչ թե վերջինն է։ Կարծում եմ, որ այս ձևաչափը նախագահների մակարդակով ձևաչափը շարունակություն կունենա եւ կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք չկա եւ ինչ որ վերաբերվում է ռուսական ջանքերին, ապա բազմիցս թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից հնչել է, որ այդ ռուսական ջանքերը Դմիտրի Մեդվեդևի ջանքերը լիակատար աջակցվում են իրենց կողմից։ Դրա մասին անգամ հրապարակավ հայտարարվեց մեծ ութնյակի շրջանակներում ընդունված Դովիլի հայտարարության մեջ։ Դրա համար իհարկե այսպես ոչ ուղղակի անուղղակի ձևով ինչ որ բաներ էին հնչում Ադրբեջանից, որ իբրև թե սա միայն ռուսական նախաձեռնություն է եւ ռուսական առաջարկներ են եւ այլն, դա բացարձակ սուտ է իհարկե, որովհետև Ռուսաստանի կողմից այս ջանքերը համաձայնեցվում էին նաև այլ երկու երանախագահող երկրների հետ եւ հենց այդ պատճառով էր, որ այդ մակարդակով նախագահների մակարդակով, նախագահ Օբամայի եւ Սարկոզիի մակարդակով Դովիլի հայտարարության մեջ նշվեց, որ այդ ջանքերը լիովին աջակցվում են եւ ցանկանայի նաև հիշեցնել, որ այդ Դովիլի հայտարարության մեջ ասվում է, որ վերջի տարբերակը, որը ներկայացված է երանախագահների կողմից, որը գտնվում է բանակցությունների սեղանին, դա մարտ ամսվա ուրեմն 2011 թվականի առաջարկներն են եւ կոչ էր արվում, որ դրան համաձայնության գալ։ Եվ պատճառը հայտնի է, թե ինչու դրան համաձայնության չեկան, որովհետև ադրբեջանական կողմը, ինչպես եւ եղել էր Սոչիում, երբ որ 10-ից ավելի ուրեմն փոփոխություններ եւ նոր առաջարկներ էր բերել վերջի վարքյանին, նույնպես եւ Կազանում հունիսին։ Պարոն Ալբանդյան, այսպես ընդհանրական հարց, խոսքը վերաբերում է բուն սկզբունքներին։ Մենք առաջին անգամ տեսանք բոլոր հասարակություններն էլ 3 հակամարտության մեջ ներգրաված առաջին անգամ ծանոթացան Ակվիլայի հայտարարությունից հետո հիմնարար սկզբունքներին։ Սակայն ասվեց, որ դրանք ընդամենը 6-ն են հրապարակվում, մինչդեռ ընդհանուր առմամբ կարծես թե 14 կամ 15-ն են, դուք երևի ավելի կոնկրետ մեզ կասեք, ինչն է պատճառը, որ մինչև այսօր են մնացածը չհրապարակվում։ Արդյոք դրանք երկրորդական նշանակություն են, թե շատ ավելի կարևոր գաղտնիքներ են պարունակում իրենց մեջ, քան այս 6-ը։ Իրականության մեջ մեծ գաղտնիք չկա այս սկզբունքների մեջ եւ անգամ Դովիլից առաջ մենք բազմիցս ներկայացրել էինք։ Միգուցե ոչ թե այսպես կետ առ կետ, բայց բազմիցս ներկայացրել էինք եւ նաեւ դա ասում է նրա մասին, որ մենք ինչ որ անում ենք, նա էլ ասում ենք եւ ինչ որ ասում ենք, նա էլ անում ենք։ Եվ թե Լակվիլայից հետո, թե Մուսկոկայից, թե Դովիլից հետո մենք անմիջապես հայտարարեցինք, որ մենք ողջունում ենք այդ հայտարարությունները եւ պատրաստ ենք այդ հայտարարությունների հիման վրա, այն հայտարարությունների հիման վրա, որոնք դեռ էին բերվել այս վերջի 4 տարվա ընթացքում ԵԱՀԿ-ի շրջանակներում արտգործնախարարների հայտարարությունների մասին է խոսքը գնում, որոնք 2008 թվականի դեկտեմբերին Հելսինկիում եւ Աթենքում 2009 թվականի դեկտեմբերին, ուրեմն Ալմատայում 10 թվականի հուլիսին, 11 թվականին Վիլնյուսում ուրեմն դեկտեմբերին հայտարարություն եղավ նախարարների մակարդակով, այս բոլոր հայտարարությունները, ինչպես որ երանախագահների կողմից այս բարձր մակարդակով ուրեմն Լակվիլայի, Մուսկոկայի, Դովիլի հայտարարությունները, որովհետև մեծ ութնյակի շրջանակներում
չկա այլ ուրիշ հարց, որի վերաբերյալ կոնֆլիկտ, որի վերաբերյալ այս մակարդակով 3 հայտարարություններ արված լինեն, որոնց այդքան ուշադրություն դարձնեն Միացյալ Նահանգների նախագահ Օբաման, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին։ Այս բոլոր հայտարարությունները, որոնք արվել են երանախագահների մակարդակով ԵԱՀԿ-ի շրջանակներում, իսկ ինչու եմ ես շեշտում ԵԱՀԿ-ն, որովհետև հենց ԵԱՀԿ-ն է զբաղվում հիմնախնդրի կարգավորմամբ, բոլորը համահունչ են մեր մոտեցումներին, ես անգամ կասեի, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններին եւ այդ հայտարարությունները համահունչ են մեր մոտեցումներին։ Եվ մենք պատրաստ ենք դրա հիման վրա գնալ կարգավորմանը։ Ինչի չենք լսում Ադրբեջանի կողմից։ Վերջի տարիներին մի տեսակ Ղարաբաղի հարցում ոչ միայն փաստաթղթի բովանդակության շուրջ է գնում այսպես պայքար մրցակցություն, այլ նաև ֆորմատի վերաբերյալ Ադրբեջանը միշտ փորձում է Մինսկի խմբից այս ֆորմատից դուրս հանել եւ երեք մենք տեսանք էլի այս պարագայում արդեն Թուրքիայի միջամտությունը ֆորմատի առումով Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Ֆրանսիան շարունակի Մինսկի խմբի իր գործունեությունը, ապա Թուրքիան նույնպես պետք է անդամակցի այս գործընթացին, այն պատճառաբանությամբ, որ Սենատի որոշումից հետո Ֆրանսիան արդեն չի կարող լինել չեզոք երկիր, իսկ եթե Ֆրանսիան չեզոք չի եւ շարունակում է Մինսկի խմբում իր գործունեությունը, ապա Թուրքիան նույնպես պետք է որպես ոչ երևի չեզոք երկիր մասնակցություն ունենա այդ գործընթացին, իսկ նաեւ փաստ է նշել, որ այս Սարկոզին Հայաստանում մնաց 2 օր, իսկ Ադրբեջանում մի քանի ժամ եւ ահա տեսնում եք, որ համանախագահներից մի երկիրը ուղղակի անաչառ չի, հետաբար Թուրքիան պետք է հավասարակշռությունը վերականգնի Մինսկի խմբում։ Ադրբեջան այցելության ժամերի մասին կարծեմ Դավութօղլուն ավելի մտահոգ է, որ մի քանի ժամ եղել է Թուրքիայում, դրանից է Սարկոզին ավելի ինքը երևի մտահոգված, բայց իրեն այս վերջնագրերով կամ այդ ոճով հայտարարությունները հատկապես ինչ որ վերաբերվում են երանախագահների ձևաչափում մասնակցություն ունենալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մենք արդեն արտահայտվել ենք, եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու այս գործընթացից առաջինը։ Իհարկե թուրքական կողմը մեկ-մեկ երբ որ փակում են իր արչև դուռը, փորձում է ծխնել ուզից, ես չգիտեմ, երթիկից ներս մտնել, դա առաջին անգամ չէ եւ դա ինչ որ հատուկ զարմանք չի պատճառում, բայց այստեղ չեմ կարծում, որ Թուրքիան է որոշում այդ ձևաչափերի փոփոխության հարցը եւ հատկապես վերջնագրեր ներկայացնելու այս կամ այն հարցում որևէ ինչ որ դրական արդյունքներ որ կարող է դա տալ։ Հիշեցնեմ նաեւ, որ հենց Սոչիում Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի հետ միասին ասեց այն ինչի մասին, որ արդեն ես հիմա նշեցի, հույս հայտնեցին, որ երանախագահները Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նույն կարգավիճակով կշարունակեն իրենց միջնորդությունը, մինչեւ որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Իսկ այն փաստարկը, որ Ֆրանսիան այս սենատի որոշումից հետո այլևս չեզոք չի, դուք ինչպես եք մեկնաբանում։ Գիտեք ինչ, դա անիմաստ ինչ որ հայտարարություններ են, որովհետև Սենատի կողմից հաստատված օրենքի նախագիծը չի ուղղված կոնկրետ ինչ որ երկրի դեմ, այդպիսի բան չի ասում։ Հայտնի է, թե ում գլխին է գլխարկը վառվում եւ այն չափազանցված արձագանքը, որը վիրավորանքներով լի Ֆրանսիայի հանդեպ, այն երկրների, որոնք ընդունել են ցեղասպանությունը, Հայաստանի ժողովրդի հանդեպ, որը այսինքն այս ցեղասպանության դժբախտությունը, ողբերգությունը իր ուսերին է տարել, մեր հայոց սփյուռքի հանդեպ սադրիչ հայտարարությունները, այսինքն այս ամենը եւս մեկ անգամ վերահաստատում են կարևորությունը եւ անհրաժեշտությունը այն օրենքի, որը որ ընդունվեց Ֆրանսիայում եւ կարծում եմ, որ այս ժխտողականության դրսևորումներով լի թուրքական քաղաքականությունը բերելու է ինչքան որ սաստկանա, այնքան բերելու է նրան, որ այս կարգի որոշումներ կընդունվեն նաեւ այլ երկրների կողմից։
Երբ որ Թուրքիան գիտեք ասում է, որ հայոց ցեղասպանության դա միայն հայկական կողմի կարծիք է, ինչպես է երևակայում ասեն, որ դա միայն հրեական կարծիք է հոլոկոստը։ Հիշեցնեմ, որ սա նաև կարծիքն է 10-ից ավելի եվրոպական երկրների, որոնք ընդունել են հայոց ցեղասպանությունը, եւ 20-ից ավելի այլ երկրների աշխարհով մեկ, միջազգային կազմակերպությունների, եւ հիշեցնեմ այն նաև, որ անգամ նրանք, որոնք ինչ պատճառներով քվեարկում են դեմ են դուրս գալի հայոց ցեղասպանության ճանաչմանը այս կամ այն երկրում, եթե ոչ բոլորը, ապա ջախջախիչ մեծամասնությամբ բոլորը հայտարարում են այո, սա ցեղասպանություն է։ Թուրքիան հակառակն է ասում եւ ինքը իրեն ծուղակի մեջ է քաշում։ Պարոն նախարար, մենք գիտենք, որ սենց հայտնի խոսք կա, որ արտաքին քաղաքականությունը դա ներքին քաղաքականության շարունակությունն է որևէ երկրում եւ քանի որ մենք հարուստ չենք նավթով, բնական պաշարներով, ցավոք սրտի, մեր հիմնական միջազգային հանրության հետ շփման հարստությունը դա մեր ներքին ժողովրդավարությունն է։ Այսինքն որ արևմուտքը տեսնի, որ մենք այնպիսի նույն արժեքներով ապրող պետություն ենք եւ այդ առնով նույն համայնքի անդամ ենք եւ պաշտպանելով մեր շահերը, նա պաշտպանում է նաեւ իր շահերը։ Այս պարագայում Ղարաբաղի հարցի լուծման առումով շատ կարևոր է, որ մենք լինենք ավելի ժողովրդավար, շատ ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, հա, եւ քանի որ ապագայում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ, իսկ դրանց վատ անցկացումը եւ արևմուտքի կողմից վատ արձագանքը ուղղակի կարող են նաեւ կամ անուղղակի ազդի Ղարաբաղյան հարցի վրա եւ մեր դիրքերը խիստ թուլացնի։ Այ դուք ունեք այս առումով պատկերացումներ, մտահոգություններ ապագա խորհրդարանական ընտրությունների առումով։ Իսկ ասեի, որ վերջի շրջանին իհարկե բավական կարևոր առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարական բարեփոխումների իմաստով Հայաստանում եւ դա գնահատում են եւ արձանագրում են տարբեր միջազգային կառույցներ, եվրոպական կառույցներ, առնվազն 4 հայտարարություն է արել այդ կապակցությամբ Եվրոմիությունը եւ կապված նաեւ այն փոփոխությունների հետ, որոնք արվել են ընտրական օրենսգրքում, որը կատարվել է սերտ համագործակցությամբ ուրեմն Վենետիկի հանձնաժողովի եւ նաեւ փորձագետների հետ եվրոպական տարբեր կառույցների ԵՀԿ-ի կողմից ուրեմն համապատասխան փորձագետների եւ բոլորի կողմից բավական դրական արձագանք եւ գնահատական է այս ամենը ստացել եւ մեր պետության ղեկավարությունը հանրապետության նախագահ բազմիցս հայտարարել է, որ նպատակը նա է, որ այս ընտրությունները լինեն արդար եւ ուրեմն լավ կազմակերպված, համահունչ միջազգային ուրեմն ստանդարտներին։ Ես վստահ եմ, որ այս ընտրությունները կլինեն շատ ավելի լավ, քան թե նախորդ բոլոր ընտրությունները մեր անկախությունից հետո։ Կապված բանի հետ եւ ես ուրիշ մի բան էլ հիշեցնեմ, միջալոց կարևոր մի բան, որը ինձ թվում է, որ մի քիչ մեր թերթերում այդքան չլուսաբանվեց, որովհետեւ իհարկե նախագահ Սարկոզին, երբ որ պետական այցելությամբ եկավ Հայաստան, այնպիսի կարևոր հայտարարություններ արվեց, որը միայն այդ հայտարարություններով եւ այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք էին բերվել երկու նախագահների միջև, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջև, արդեն այդ այցելությունը կարելի էր գնահատել որպես պատմական, բայց մի կարևոր նաեւ հանգամանք եւ հայտարարություն, որը արեց Ֆրանսիայի նախագահն, որը խոսեց եվրոպական ուրեմն արժեքների համաժառանգության մասին Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանի եւ Ֆրանսիայի։ Դա շատ կարևոր եւ խորը ուրեմն այսպիսի եւ հատուկ շեշտեց, որ չնայած այս տարածաշրջանային բարդ պայմաններում Հայաստանը ժողովրդավարական մեծ առաջընթաց է ունեցել, ինչը գնահատում են։ Պարոն Արբանյան, այս սենատի որոշումից հետո շատ լրագրողներ, գործընկերներ դրսից ինձ հարցնում են, որ շատ տարօրինակ է, ինչով եք բացատրում, որ Ադրբեջանում ցեղասպանության ժխտման հարցում ավելի կոշտ դիրքորոշում կա, քան բուն Թուրքիայում։ Այդ տարօրինակ չի թվում ձեզ, նրանք ասում են մենք չենք կարող հասկանալ, ոնց կարող է Թուրքիայում ավելի հանդուրժողական մթնոլորտ լինի այդ հարցի վերաբերյալ, քան Ադրբեջանում։
Չեմ կարծում, որ այդքան հանդուրժողական է Թուրքիայում, միգուցե, բայց որոշ դրական միտումներ եւ զարգացումներ եղան Թուրքիայում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։ Հիշեցնեմ ձեզ, որ հենց այս գործընթացի հետ զուգահեռ սկսվեց այն ստորագրահավաքը, որ թուրքական մտավորականներ եւ մոտ 30,000 ուրեմն ստորագրություն հավաքվեց այս ուրեմն կոչի տակ, որը որ ներողություն էին խնդրում հայ ժողովրդից։ Հետո իհարկե իշխանությունների կողմից կանգնացվեց այս գործընթացը։ Հիշեցնեմ ձեզ, որ այս վերջի տարիներին սկսվեցին ցույցեր կազմակերպվել 24 ապրիլի ուրեմն հետ կապված հենց Թուրքիայում տարբեր ուրեմն քաղաքներում եւ Ստամբուլում եւ այլ քաղաքներում բազմաթիվ թուրք մտավորականներ եւ զբոսաշրջիկներ, որոնք եկել են Հայաստան, այցելել են նաեւ հուշահամալիր ցեղասպանության, իհարկե փոփոխություններ կան եւ այս փոփոխությունները ակնհայտ երևում են։ Այսօր շատ մտավորականներ Թուրքիայում արտահայտվում են ցեղասպանության ճանաչման կողմ եւ կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի։ Ադրբեջանում միգուցե այդ մթնոլորտը դեռ չկա։ Ադրբեջանի հետ հույսով եմ, որ մենք հարաբերությունների կարգավորման գործընթաց հնարավորություն կունենանք, երբ որ մենք կարգավորենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Պարոն Նալբանդյան, մի այսպիսի հարց. Արդյոք Ֆրանսիայի Սենատում հակաժխտողական այդ օրինագծի ընդունումը ինչ որտեղ նաև միջազգային հանրության այսպես խտացված կոշտ պատասխանը չէ Թուրքիային, այն բանի համար, որ Անկարան ձախողեց հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու գործընթացը, որը միջազգային հանրությունը հովանավորում էր ու խրախուսում։ Դե գիտեք ինչ, Ֆրանսիայի կողմից բազմիցս են հնչել կոչեր դեպի Թուրքիա, հիշեք դեռ Ֆրանսիայի նախագահ Շիրակը, երբ որ եկել էր Հայաստան պետական այցելությամբ, այցելելով ցեղասպանության հուշահամալիր, շատ կարևոր հայտարարություն արեց, կոչ անելով Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը։ Եվ այդպիսի կոչեր բազմիցս են հնչել։ Իսկ նախագահ Սարկոզին իր նախընտրական խոստումներից մեկն էր սա։ Եվ կարելի է միայն ամենախորին հարգանքով վերաբերվել այս անձի հանդեպ, որ ոչ միայն խոստումներ է տալիս նախընտրական շրջանում, այլ նաև կատարում է, երբ որ նախագահ է դառնում։ Դե բացառիկ հազվադեպ երևույթ է միջազգային պրակտիկայում։ Պատահում են այդպիսի երևույթներ, բայց այս երևույթների մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նախագահ Սարկոզին, որի այս շատ կարևոր քայլի համար ամենախորին հարգանքը կարելի է արտահայտել։ Միջակայք այդ մասին Մեհմեդ Ալի Բիրանն էր հետաքրքիր հոդված գրել, նա գրել էր, որ ուշադրություն դարձրեք, որ նույնիսկ նրանք, ովքեր դեմ են օրինագծին, նրանք չեն ասում ցեղասպանություն չի եղել։ Այսինքն ասում են ֆրանսիական սենատը միահամուռ է, որ միակարծիք է, որ ցեղասպանություն եղել է։ Իսկ քրեականացման հարցը նրանք տարբեր կերպ կարող են մեկնաբանել։ Այսինքն ասում են, որ Թուրքիան պետք է նստի համաձայնվեն կարծիքի հետ, որ ցեղասպանությունը ընդունում են այսօր բոլորը։ Իհարկե։ Ասում են, այդ պարզ ճշմարտությունը մենք այսօր չենք կարողանում տեսնել։ Իհարկե, ոչ միայն Ֆրանսիայում իրականության մեջ Թուրքիայում շատերը նույն ձևի են վերաբերվում եւ շատերի հետ ես խոսել եմ, միգուցե հրապարակային չեն արտահայտվում եւ անգամ կարևոր քաղաքական գործիչներ դա իհարկե ակնհայտ է եւ նույնը այլ քննարկումների ժամանակ, որոնք եղել են եւ ցավոք սրտի ասենք չի հաստատվել կամ չեն անցել ճանաչումները, բայց այդ չճանաչման պատճառը չի եղել այն, որ որևէ մեկը կասկածել է, որ դա ցեղասպանություն է եղել։ Այստեղ միանշանակ է եւ դրա մասին ես էլ ասացի։ Պարոն Նալբանդյան, Սենատի որոշումից հետո այդուհանդերձ շատ սառը արտահայտվեց Բրիտանիան օրինակ ու նշելով, թե Բրիտանիան բավարարվում է պատերազմական հանցագործությունները դատապարտելով։ Ինչ եք կարծում, նման դիրքորոշումները Թուրքիային մեղմելու համար էին, թե եվրոպական մյուս երկրներում նման օրինագծի ընդունման շղթայական ռեակցիան կանխելու, թե այդուհանդերձ կա երրորդ տարբերակ։ Գիտեք, ինչ պետք է նայել, ինչ կոնտեքստում են արվում հայտարարությունները եւ նաեւ արդյոք այդ հայտարարությունները տրված են այնպես, ինչպես որ արված են,
Բայց այն հանդիպումների արդյունքում, որոնք ես եմ ունենում տարբեր երկրների, ներառյալ եվրոպական իմ գործընկերների հետ, շատերը չեն կիսում այն կարծիքը, որ պետք է պատմաբաններին փոխանցել այդպիսի հարցեր։ Վերջի այսպիսի հանդիպում ես երեքշեմիսօրը ունեցա Լիտվայում արտգործնախարարի հետ, որը հրապարակայնորեն, երբ որ իրեն էլ նույն հարցը մղվեց, ինքը ասեց, որ գիտեք, ներկայի պատմությունը թակում է ներկայի դռներ եւ պետք է դռները բացել եւ առերեսվել բաց շիտակ ձևով եւ առանց դրա դու չես կարող վստահություն, կայունություն, խաղաղություն ունենալ եւ սխալ է այն, որ պետք է թողնել այս հարցերը պատմաբաններին։ Եվ դա միայն մեկ կարծիք չէ։ Ցավոք, իհարկե այդ սև ողբերգական էջերը պատմության գրված են եւ շրջել այս էջերը, եթե ընդհանրապես հնարավոր է շրջել, ապա կարելի է միայն ճանաչման, դատապարտման եւ ժխտողականության արգելման միջոցով, որպեսզի նորից ականատես չլինենք նոր ողբերգությունների, նոր հանցագործությունների մարդկության դեմ։ Պարոն Ալբանդյան, Թուրքիան այնուամենայնիվ մեր գլխավոր խնդիրներից մեկը ապա շրջափակումն է, հա, սահմանների բացումն է։ Ձեր կարծիքով Սենատի այս որոշումը ընդհանրապես կդրդի, որպեսզի Թուրքիան մոռանա այդ մասին, ավելի կոշտացնի դիրքորոշումը Հայաստանի մասին եւ մոտակա ապագայում չանդրադառնա այս խնդրին, թե սա կստիպի, որպեսզի Թուրքիան վերանա իր կոշտ դիրքորոշումը եւ փորձի հայ-թուրքական գործընթացը այս սառեցած վիճակից դնի որոշակի ռելսերի մեջ։ Մանավանդ որ լուրերը տարածվեցին, որ ինչ որ գաղտնի բանակցություններն էլ եղել ճիշտ է հերկվեց, բայց շատ զուգադիպեց հենց այս Սենատի որոշմանը։ Ոչ մի գաղտնի կամ անգաղտնի բանակցություններ չեն ընթանում այսօր Թուրքիայի հետ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդված։ Չեն տարվում մի պարզ պատճառով, որովհետև դա հնարավոր կլինի անել, երբ որ Թուրքիան պատրաստ լինի ինչ-որ գործնական քայլերի։ Եվ այս իր քաղաքականությունը իհարկե հեռանկարներ չունի։ Ժամանակը իհարկե քաղաքականության պատմության համար դա շատ հարաբերական բան է, ինչքան կտևի այս դրսևորումները իրանց կողմից կերևա, բայց իհարկե մեկ բան պարզ է բոլորին էլ, որ Թուրքիան չի կարող պայմանագրեր ստորագրել եւ չվավերացնել, չհարգել այդ պայմանավորվածությունները, որովհետեւ ես նշել եմ եւս մեկ անգամ կնշեմ, որ դիվանագիտության միջազգային հարաբերությունների մեջ ամենակարևոր սկզբունքը դա Pacta sunt servanda սկզբունքն է։ Ստորագրված, ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Անգամ մարդկային հարաբերությունների մեջ, եթե որևէ մեկի հետ ինչ-որ բան ես պայմանավորվում եւ դա այդ անձը չի կատարում, չի հարգում պայմանավորվածությունը, ապա լավ մեկ անգամ, երկու անգամ, որովհետեւ այդպիսի բաներ ոչ միայն Հայաստանի հետ են եղել, հասկանում եք, ապա հասկանում եք ինչ վերաբերմունք է առաջանում։ Իսկ Թուրքիայի ապագորգոր հայտարարությունները, գիտեք, երբ որ շատ ժամանակ արդեն փաստարկներ չկան եւ բան չունի ասելու, իհարկե աղմուկ են հանում։ Բայց ի վերջո մեր միջազգային գործընկերների մոտ կա այն ընկալումը, որ Թուրքիան չի հարգում այդ պայմանավորվածությունները, այդ հստակ ընկալումը կա նրանց մոտ։ Դուք կասկածում եք դրա մեջ։ Եթե այդպես չլիներ, ապա կարևորագույն երկրների ներկայացուցիչները մամլո ասուլիսների ժամանակ ներառյալ նաև Հայաստանում չէին ասի, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում։ Իմիջիայլոց արձանագրությունների քննադատները, պարոն Ալբանդյան, 3 հիմնական փաստ էին նշում։ Նրանք ասում են, որ այս արձանագրություններից հետո, երբ որ չվավերացվեն հայ-թուրքական հարաբերությունները ավելի կվատթարանան, բ որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանգնի եւ այդ գործընթացը կվիժեցվի եւ երրորդ որ Թուրքիան կունենա դերակատարում Ղարաբաղյան հարցում, ավելի ակտիվ դերակատարում եւ ծանրակշիռ խոսք ունենա։ Ինչպես կմեկնաբանեք։ Հիմա երբ որ նայում ենք հետադարձ մեկնաբանության կարիք չունեմ ես, որովհետեւ արդեն մեկնաբանեցին բազմիցս թե մեր թերթերում, թե արտասահմանում եւ հենց թե Թուրքիայում այս փաստարկների։ Իհարկե դա լուրջ չէ եւ այս կարգի փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Շատ թույլ են։ Ես ինձ հետաքրքիր ձեր ձևակերպումը,
Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ցեղասպանության հարցում ասում են, որ նա պետք է դուրս լինի մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասում են, որ դա մեր արտաքին քաղաքականության անկյունակարն է։ Այ հիմա դուք ո՞նց կձևակերպեք ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Մենք ձևակերպում ենք նույնպես ինչպես որ եղել է վերջի տարիների ընթացքում եւ դուք կարող եք բացել մեր հաշվետվությունները տարեկան կամ գերակա խնդիրները հաջորդ տարվա համար եւ բոլոր այդ փաստաթղթերում գրված է որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գտնվում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Որպես Ֆրանսիայի երկար տարիների Հայաստանի դեսպան, ինչ եք կարծում այդ օրինագիծը, հետևաբար նաև ընդունումը արտացոլում է ֆրանսիական հանրության մեծամասնության կարծիքը, թե դա ի երախտիկ արվեց մեր հայրենակիցների այն ջանքերի, որ գործադրվեց երկրի զարգացման, բարգավաճման գործում։ Գիտեք ինչ, 2001 թվականին, երբ որ ընդունվեց ցեղասպանության ճանաչման օրենքը, այո, ես այնտեղ դեսպան էի, եւ իմ կարծիքը այն էր, որ դա արտահայտություն է ամբողջ Ֆրանսիայի ժողովրդի, որովհետեւ ես ինքս մոտ երկար տարիներ, որ Ֆրանսիայում եմ գտնվել որպես դեսպան, ես ինքս մասնակցել եմ տասնյակ եւ տասնյակ հուշարձանների, փողոցների, հրապարակների, պուրակների բացման, որոնք նվիրված են ցեղասպանության զոհերի հիշատակին։ Եվ այն քաղաքներում, գյուղերում, որտեղ հայություն էլ չկա, հայեր չեն ապրում, համայնք չկա։ Եվ ձեզ հիշեցնեմ, որ այս օրինագիծը, երբ որ քննարկվում էր Սենատում, սա կարծիքն էր բոլոր հիմնական քաղաքական ուժերի, թե աջ, թե ձախ։ Իհարկե միգուցե մի փոքր տարբերություն կա 2001 թվականի եւ 2012 թվականի հետ, որ այս անգամ նաեւ կառավարություններ ներկայացրել։ Կառավարություն, նախագահ, ազգային ժողով, սենատ եւ բոլոր քաղաքական ուժեր։ Պարոն Ալբան, Այսինքն սա խոսում է նրա մասին, իսկ ով է ազգային ժողովը, ով է սենատը։ Դա ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, սենատորները, ինչպես է ընտրված նախագահան, դա ժողովրդի կողմից ընտրված ղեկավար է, կառավարությունը, այսինքն բոլորը մեկ կարծիք են արտահայտում։ Պարոն Ալբանդյան, շատ շնորհակալություն հարցազրույցի համար։ շնորհակալություն։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար, հուսով եմ, որ այս կարգի հանդիպումները եւ այս չափով օգտակար են եւ հուսով եմ, որ ցանկություն կունենաք հետագայում եւս այսպիսի հանդիպումների եւ եթե ցանկությունը լինի, իհարկե ես շատ մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, այս կամ այլ ձևաչափերով։ Շնորհակալություն։